Ինձ համար այսօրը հուզիչ է յուրովի։ Լինելով շողիկի առաջին ընթերցողներից մեկը, հիշում եմ, թե ինչպես էի սպասում յուրաքանչյուր համարին։ Այն ժամանակ հաճախ էի պատկերացնում, եթե ես լինեի նմանատիպ հոգևոր ամսագրի խմբագիր, ինչ գույներ կընտրեի, ինչ թեմաների մասին կխոսեի։ Այսօր հեշտ չէ քայլել երեխաների երևակայությանը զուգահեռ։ Աշխարհը փոխվում է վայրկյանների ընթացքում եւ այս տեղեկատվական հեղեղի մեջ դժվար է լսելի դարձնել այն, ինչ իսկապես արժեքավոր է։ Այսօրվա մանուկ պատանիները ապրում են մի միջավայրում, որտեղ կա TikTok, արագ կադրային մտածողություն, անցումներ, YouTube-ի գերհագեցած վիզուալներ, գույներ, խաղային գրաֆիկաներ, անիմացիոն գունային պայթյուններ, որոնք շեղում են իրեն եւ ուղեղը սովոր է արագ շարժվող պայծառ ինֆորմացիային։ Այս պայմաններում տպագիր էջը կարող է թվալ դանդաղ։ Մենք բոլորս գիտենք ընթերցանության խնդրի մասին, բայց մեզ համար հարցը ավելի խորն է։ Ինչպես անել, որ այսօր երեխան ոչ միայն սիրի կարդալը, այլ ընթերցանության միջոցով ճանաչի իր արարչին, իր արժեքները, իր հայրենիքը։ Այստեղ մենք կարևորում ենք նաև հայկական ինքնության ներկայությունը, ներառելով մեր պատկերազարդումների մեջ էջերի զարդանախշեր, հայկական տառատեսակներ, մշակութային տարրեր, ոչ ծանր ձևերով, եւ ես չեմ ծանրաբեռնում ազգային սիմվոլներով, այլ դրանք ներդնում եմ եւ զգացմունքային թեթև անցումներ հաղորդում։ Հոգևոր թեմաների նրբություն, ինչպես նաև աստվածաշնչյան պատմություններ, որոնք ներկայացնում ենք ջերմությամբ, սիրով եւ ոչ քարոզչական տոնով եւ դիզայնով ստեղծում ենք մի փոքր վստահության միջավայր։ Իմ ամենամեծ մարտահրավերն էր պահպանել շողիկին հատուկ բովանդակությունը, մշակույթը, հոգևոր արժեքները, միևնույն ժամանակ քայլելով ժամանակակից զարգացումներին համընթաց։ Մենք ընտրեցինք գույների, խաղերի, ստեղծագործական առաջադրանքների ճանապարհը, սակայն սրանք միայն միջոցներն էին։ Մեր նպատակն էր այս ամենի միջոցով երեխաները կարողանան արժևորել իրենց հայրենիքը, իրենց հավատքը, մեծանալ որպես քրիստոնյա եւ հայրենասեր քաղաքացի։ Ինչպես ենք պատրաստում մենք ամեն համարը, թերևս մի օրինակ բերեմ, որ օրինակ երբ որ պատրաստում ենք սուրբ ծննդյան համարը, մենք ինքներս մեզ հարց ենք տալիս, ես ինքս ինձ հարց եմ տալիս, սա ուրախության համար է, լռության, լույսի, հույսի, ընտանիքի, եւ այդ հարցերին պատասխանելով մենք մեզ համար բացահայտում ենք եւ դրանով առաջնորդվում դեպի նոր համարի պատրաստության։ Շողիկն ինձ համար դարձել է մշտապես սովորելու առիթ։ Ամեն համար պատրաստելիս ավելի խորությամբ եմ ուսումնասիրում երեխաներին, նրանց հետաքրքրությունները, հարցերը, այն ամենը, ինչ կարող է գրավել նրանց ուշադրությունը։ Սա շարունակական որոնում է եւ հենց դա է ամսագիրը պահում կենդանի։ Այսօր նայելով շողիկի անցած ճանապարհին, վստահությամբ կարող ենք ասել, որ շողիկը մնում է իր կոչմանը հավատարիմ եւ այն իր տեղն ունի յուրաքանչյուր երեխայի կյանքում, որպես մի անկյուն, որտեղ միշտ կա ինչ-որ նոր, հետաքրքիր ու արժեքավոր բան։